անձիկ, որոնք չունեն նույնականացման քարտ, չեն կարող ուրեմն մուտք գործել եւ լրացնել հայտարարագիրը, այսինքն ստացվում է, որ պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է անձնագիր, սոցիալական քարտ, բայց միևնույն ժամանակ հայտարարագիր լրացնելու համար պարտադիր է լինում նույնականացման քարտերի ուրեմն արկայությունը։ Ես չէ որ պետք է ասեմ, թե ինչ ծանրաբեռնված վիճակում են գտնվում անձնագրային բաժանմունքները եւ քաղաքացիները անգամ նույնականացման քարտ ստանալու համար երբ հերթագրվում են փաստաթղթերը մուտք գործելու համար 2-3 ամիս ստիպված են լինում սպասել, դեռ չեմ խոսում այն 1-2 ամսվա ժամկետի մասին, որը արդեն փաստաթղթերը մուտքագրելուց հետո պիտի ստանան, ինչի մասին ընդհանրապես այս ամենը խոսում, որ իրականում երկու կողմից էլ այս փոփոխություններին պատրաստ չեն, երկու կողմից ասելով նկատի ունեմ եւ իրավասու պետական մարմիններին եւ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Բաժանորդագրվեք Իրավաբան.net-ի սոցիալական հարթակներին հետագա նորություններին տեղեկանալու համար։